Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 6։ Ուրեմն եկեք իր մոտ գնանք բանակից դուրս, նրա նախատինքը կրելով։ Եբրայեցիներին 13:13։ Հիսուսը տանելով իր խաչը չարչարանքների դուրս եկավ բանակից դուրս։ Պատճառը, թե ինչու է քրիստոնյան լքում աշխարհիկ մեղքի բանակը, այն չէ, որ նա ցանկանում է առանձնանալ, այլ այն, որ այդպես վարվել է Հիսուսը։ Աշակերտը պարտավոր է հետևել ուսուցչին։ Ուսուցիչը աշխարհից չէր։ Նրա կյանքն ու վկայությունը մշտական բողոք էին աշխարհին ձուլվելու դեմ։ Այդպիսի ընդգրկուն սեր մարդկանց հանդեպ, ինչպիսին արտահայտում էր Քրիստոսը, չուներ ոչ ոք, սակայն առանձնացավ ու զատվեց մեղավորներից։ Նույն կերպ մենք քրիստոնյաներս պարտավոր ենք գնալ նրա մոտ և որպես ճշմարտությունը կրող վկաներ զբաղեցնել մեր տեղը բանակից դուրս։ Մենք պետք է պատրաստ լինենք քայլել ուղիղ և նեղ ճանապարհով։ Մենք պետք է ունենանք խիզախ առյուծի սիրտ, որն ամենից առաջ սիրում է Քրիստոսին, ապա նրա ճշմարտությունը երկուսնել ողջ աշխարհից վեր դասելով ու պատվելով։ Հիսուսը ցանկանում էր, որ իր ժողովուրդը դուրս գա բանակից դուրս սեփական սրբացման համար։ Անհնար է աճել շնորհքի մեջ, ապրելով աշխարհի հետաքրքրություններով։ Մեկուսացված կյանքը կարող է վշտի ճանապարհ թվալ, սակայն այն անվտանգ ուղի է։ Այն կարող է քեզ տառապանքներ պատճառել, ամեն օրդ ճակատամարտի վերածել, բայց հակառակ այն ամենի, այն երջանիկ կլինի։ Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, որ զգում ես Քրիստոսի զինվորը։ Հիսուսն իրեն այնքան ողորմածորեն է բացահայտում և այնպիսի ուրախություն է տալիս, որ զինվորն ամենօրյա պայքարում իրեն ավելի հանգիստ է զգում, քան մյուսները հանգստի ժամանակ։ Սրբության ճանապարհը սիրելիի հետ հաղորդակցության ճանապարհ է։ Մենք կստանանք կյանքի պսակը, եթե Աստծո շնորհքով հնազանդորեն հետևենք Քրիստոսին բանակից դուրս։ Բաժանման խաչին կհետևի փառքի պսակը։ Կարճ ժամանակ տևող անարգանքը կլրանա հավիտենական պատվով։ Վկայության կարճ ժամանակը չնչին կթվա, և հավիտյան Տիրոջ հետ կլինենք։